Բարի գալուստ աստվածաշնչյան հարցեր հաղորդմանը։ Մեկնաբանություններում նշիր, թե քանի հարցի ես ճիշտ պատասխանել, իսկ մենք սկսեցինք։ Հարց առաջին. ով էր այն քահանան և թագավորը, որին Աբրահամը տասանորդ տվեց և որը չուներ ոչ ծննդյան, ոչ մահվան հիշատակություն։ Տարբերակ առաջին. Ահարոն, տարբերակ երկրորդ. Սադովկ, տարբերակ երրորդ. Մելիքսեդեկ, տարբերակ չորրորդ. Եղիազար։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը։ Մելիքսեդեկ։ Սաղեմի թագավոր Մելիքսեդեքը հաց ու գինի դուրս բերեց։ Նա բարձրյալ Աստծու քահանան էր, և Աբրամն ամեն ինչից տասանորդ տվեց նրան։ Հարց երկրորդ. Որ մարգարեի գրքում է նկարագրվում չորացած ոսկորների հովտի տեսիլքը, որտեղ ոսկորները կենդանանում են Աստծո շնչով։ Տարբերակ առաջին. Եսայի, տարբերակ երկրորդ. Երեմիա, տարբերակ երրորդ. Եզեկիել, տարբերակ չորրորդ. Դանիել։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Եզեկիել։ Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա, և ինձ դրեց մի դաշտի մեջ, որը լիքն էր ոսկորներով, և շունչ մտավ նրանց մեջ, ու նրանք կենդանացան։ Հարց երրորդ. ով էր այն մարդը, որը մահացավ Տիրոջ ուխտի տապանակին ձեռք տալու պատճառով, երբ փորձում էր այն պահել ընկնելուց։ Տարբերակ առաջին. Աբիաթար, տարբերակ երկրորդ. Ոզա, տարբերակ երրորդ. Քորխ, տարբերակ չորրորդ. Օբեդ Եդոմ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը. Ոզա։ Ոզան ձեռքը մեկնեց դեպի Աստծո տապանակը և բռնեց այն, որովհետև եզները թեքել էին այն, և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ, և Աստված այնտեղ այդ սխալի համար հարվածեց նրան, և նա նույն տեղն էլ մեռավ Աստծո տապանակի մոտ։ Հարց չորրորդ. Ինչ էր կոչվում այն վայրը, որտեղ Հակոբը երազում տեսավ դեպի երկինք բարձրացող սանդուղքը։ Տարբերակ առաջին. Սիոն, տարբերակ երկրորդ. Քեբրոն, տարբերակ երրորդ. Բեթել, տարբերակ չորրորդ. Գաղադ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը. Բեթել։ Հակոբը զարթնեց իր քնից ու ասաց. իսկապես Տերը այստեղում է, և այդ տեղի անունը Բեթել դրեց։ Հարց հինգերորդ. Նոր կտակարանում ով էր այն հարյուրապետը, որի հավատը Հիսուսը գնահատեց ավելի բարձր, քան ամբողջ Իսրայելինը։ Տարբերակ առաջին. Կորնելիուս, տարբերակ երկրորդ. Կափառնաումի հարյուրապետը, տարբերակ երրորդ. Լոնգինոս, տարբերակ չորրորդ. Հուլիոս։
Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ Կափառնաումի հայրուրապետը։ Հայրուրապետը պատասխանեց եւ ասաց. «Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Միայն խոսքով ասա, եւ ծառաս կբժշկվի»։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ եւ իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա»։ Հարց 6. Որն էր Պողոս առաքյալի հին անունը, նախքան նրա դարձի գալը Դամասկոսի ճանապարհին։ Տարբերակ առաջին՝ Բարնաբաս, տարբերակ երկրորդ՝ Ստեփանոս, տարբերակ երրորդ՝ Սավուխ, տարբերակ չորրորդ՝ Տիմոթեոս։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երրորդը՝ Սավուխ։ Ճանապարհին, երբ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Գետնին ընկնելով նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավուխ, Սավուխ, ինչու ես ինձ հալածում»։ Նա ասաց. «Ո՞վ ես, Տեր»։ Ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Վեր կաց, մտիր քաղաք, եւ քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»։ Հարց 7. Ո՞վ էր այն թագավորը, որի խնջույքի ժամանակ պատի վրա անտեսանելի ձեռքը գրեց։ Տարբերակ առաջին՝ Նաբուգոդոնոսոր, տարբերակ երկրորդ՝ Բաղդասար, տարբերակ երրորդ՝ Կյուրոս, տարբերակ չորրորդ՝ Դարեհ։ Ճիշտ պատասխանն է տարբերակ երկրորդը՝ Բաղդասար։ Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, եւ այս գրվածքը գրվեց, եւ այս է գրված այն գրությունը. Մենե, մենե, թակել ու փարսին։ Այսօրվա համար այսքանը։ Բաժանորդագրվիր ալիքին հաջորդ հարցաշարին մասնակցելու համար։ Մինչ նոր հանդիպում։